Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանի գնահատմամբ ադրբեջանական կողմի սանձարձակ քայլերը անպատասխան չպետք է մնան։ Հայ զինվորը չունի ավանդույթ կրակելու ինչպես ադրբեջանցիները քաղաքացիների վրա։ Սակայն այս ամեն ինչը պետք է վերջ ունենա։ Եվ իհարկե գրված էր, որ մենք պետք է համարժեք պատասխան տանք, ես կարծում եմ, որ ոչ։ Մեր պատասխանը պետք է լինի ոչ համարժեք, որպեսզի նրանց մտքով այլևս երբեք չանցնի այդպիսի սանձարձակ քայլերի դիմելու։ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ մտահոգություն է հայտնել բնակավայրերի ուղղությամբ ականանետերի եւ ծանր զրահատեխնիկայի օգտագործման առնչությամբ։ Համանախագահները հայտարարությունը տարածել են Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։ Էդվարդ Նալբանդյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով Հայաստանի 3 քաղաքացիների սպանությունը, համարելով ադրբեջանական սադրանք։ Հայ ձեռնարկատերերը իրենց սոցիալական պարտավորությունը դիտարկում են որպես ավելորդ բեռ, բայց դա միայն լավ առիթ է զարգացնելու սեփական բիզնեսը։ Այս կարծրատիպը կոտրելու համար Ֆրանս-հայկական առևտրային միության եւ գործատուների հանրապետական միությունը կազմակերպել են ձեռնարկությունների սոցիալական պատասխանատվության հայկական առաջին կոնֆերանսը։ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գնահատմամբ կորպորատիվ պատասխանատվությունը Հայաստանում չի զարգանում մի քանի պատճառով։ Բիզնեսմենների գրագիտությունը հասկանալու այդ խնդրի կարևորությունը, երկրորդը մեր բիզնես միջավայրում գործող տիրող իրավիճակը, կոռուպցիա, անհավասարմտցակցություն եւ այլն, որոնք որ բարոյական նորմերը, բարոյական կատեգորիաները, կարևոր նմանատիպ առաքելությունների խանգարում են կամ բիզնեսմենները հազիվ իրենց գլուխը զբաղված է լինում այդ խնդիրների լուծմամբ։ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցում չինական կողմի մասնակցության առումով որոշակի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին կառավարության նիստից հետո տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Չինաստանում էր։ Ըստ նրա, Չինաստանի վարչապետը արդեն հանձնարարականներ է տվել։ Միևնույն ժամանակ նշվեց, որ սա Մետաքսի մեծ ճանապարհի կոնկրետ եւ պատմական հատվածն է եւ հետագայում զարգացնելու առումով։ Հոկտեմբերի 4-ին կայանալիք Երևանի առաջին կիսամարաթոնին մասնակցելու ցանկություն են հայտնել 25 երկրների ներկայացուցիչներ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց Վազքի տեխնիկական տնօրեն Անահիտ Ադամյանը։ Անվտանգության տեսանկյունից կազմակերպիչներն առայժմ մեկ խնդրի առջև են կանգնած։ Ճանապարհների փակում այս բային քննարկում ենք քաղաքապետարանի, այսինքն լրջորեն դրա վրա աշխատում ենք։ Դաշնակցությունն ամեն ինչ կանի, որ նոր սահմանադրության հանրաքվեի ժամանակ կեղծիքներ չլինեն։ Այս սահմանադրությունը հնարավոր է անցկացնել առանց խախտումների։ Արծվիկ Մինասյանը հանրաքվեն կեղծողներին կհամարի ոչական։ Մենք դրանց դեմ ենք պայքարում։ Լևոն Զուրաբյանը վստահեցնում է, որ կեղծիքներով հանրաքվե անող հանրապետականը նույնիսկ կարող է կրակել կեղծիքների դեմ բողոքող ժողովրդի վրա։ Պինոչետն էլ է սպանել 4000 հոգու եւ երկրում նրան ոչինչ չէր սպառնում։ Բայց երբ որ փորձեցին Սահմանադրական հանրաքվեի դնել Պինոչետի իշխանության երկարացման հարցը, նրանց ոչինչ չօգնեց։ Պարոն Զուրաբյանն ասում է, որ այսօր կան բոլոր նախադրյալները, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ձախողվի, անհրաժեշտ է, որ ոչի ճակատը կարողանա ժողովրդին դուրս բերել փողոց։ Ես վստահ եմ, որ ռեժիմը, որը ի դեպ չունի ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի աջակցությունը այս հարցում, ուղղակի չի ունենա որևէ ռեսուրս ոչ միայն կրակելու, այլ նաև ուղղակիորեն կեղծելու այդ ոչի հանրաքվեի արդյունքները։ Վարան Բաղդասարյանը ենթադրություն է համարում հանրաքվեին հաջորդող բողոքի գործողություններին հանրապետական իշխանության կողմից կրակոցներով պատասխանելը։ Այսքան ժամանակվա որևէ ենթադրություն, որն է տրամաբանական եղի կամ որն է իրականացվել։ Կհաջողվի հանրապետականին հանրաքվեն իրականացնել առանց կեղծիքների, եթե հաշվի առնենք, որ իրենց պաշտոններին են Սուրիկ Խաչատրյանը, Մեհեր Սեդրակյանը, Մանվել Գրիգորյանը։ Հանրապետականը չի իրականացնում ընտրությունները, կենտրոնական դրական հանձնաժողովն է ընտրությունները կազմակերպում։ Մինչդեռ պարոն Բաղդասարյանն ասում է, որ հանրապետականը պետք է անի այնպես, որպեսզի կարողանան ընտրությունները կազմակերպել ամենաբարձր մակարդակով։ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ն համոզված այո է ասում Սերժ Սարգսյանի սահմանադրության նախագծին, արդյոք մինչ այդ Ծառուկյանն էր խանգարում ԲՀԿ-ին։ Ես կխնդրեի անձնավորված հարցեր չտալ։
Այդ դեպքում ինչն էր խանգարում ԲՀԿ-ին, որպեսզի նրանք կողմ լինեին Սերժ Սարգսյանի սահմանադրության նախագծին, Ծառուկյանի հասցեին փետրվարի 12-ին նրա կոշտ ելույթից առաջ։ Բաբայանն անկեղծ է, մենք փոխել ենք մեր դիրքորոշումը։ Աշխարհի բոլոր կուսակցությունները բոլոր երկրներում ըստ քաղաքական իրավիճակի, ըստ մարտահրավերների եւ ստեղծված տարատեսակ իրադրությունների որոշումներ են կայացնում։ Իսկ փետրվարի 12-ից առաջ ինչ էր կատարվում Վահան Բաբայանի հոգու խորքում, այնտեղ Ծառուկյանից գաղտնի համակրանք կար Սերժ Սարգսյանի նախագծի հանդեպ։ Իմ ոգու խորքի հետ կարծում եմ դուք գործ չունեք, դուք զբաղվեք ձեր ոգով։ ԲՀԿ-ն Հանրապետականի եւ Դաշնակցության հետ մասնակցելու է ԱՅՈ-ի քարոզարշավին, հաստատ դիտորդի դերում չի մնա։ Մենք չենք կարող լինել պահկված։ Բաբայանը խոսում է նաեւ հանրաքվեում հնարավոր կեղծիքների դեմ պայքարի մասին, շուտ է ասել, կպայքարեն թե ոչ։ Հանրաքվեն եղել է, կեղծիքներն էլ եղել են, մենք էլ չենք պայքարում այդ կեղծիքների դեմ։ Սահմանադրական փոփոխությունների դեմ քարոզարշավը մեկնարկեց ԱՅՈ-ի քարոզարշավից առաջ։ Չեք անցկացնի նախաձեռնությունը իր առաջին հանրահավաքը անցկացրեց Գյումրիում։ Հավաքին մասնակցում էին նաև Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխություններին կտրականապես ոչ ասող խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Սա համահայկական ազգային ազատագրական շարժում է, որը ոչ միայն պետք է տապալի Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած այս գործընթացը, այլ ընդհանուր առմամբ պետք է տապալի ողջ ապօրինի իշխանությունը։ Ժառանգության падգամավորը բացատրում է, թե ինչպես են հեռացնելու իշխանությունների։ Մենք չենք պատրաստվում բռնությամբ իրենց տապալել, մենք այնպես ենք անելու, որ իրենք պետք է պարզեն սպիտակ դրոշը եւ գան հանձնվեն։ Չեք անցկացնի նախաձեռնության երիտասարդ անդամը զարմանում է, թե ինչպես կարելի է պատճառաբանել սահմանադրական փոփոխությունները հանուն Հայաստանի ժողովրդավարացման։ Դրանք իրականում հակառակ նպատակն են հետապնդում, քանի որ ազնիվ եւ մրցակցային ընտրություններ անցկացնելու փոխարեն Սերժ Սարգսյանը փորձում է սահմանափակել Հայաստանի քաղաքացիների ընտրության իրավունքը, վերացնելով նախագահի ինստիտուտը։ Ոչ ասելով սահմանադրական փոփոխություններին, մենք ոչ ենք ասում արտագաղթին, ոչ ենք ասում թալանին։ ՀԱԿ падգամավոր Արամ Մանուկյանը հարց ունի ներկաներին։ Սերժ Սարգսյանը որոշել է բարեփոխել Հայաստանը, դարձնել դեմոկրատ, բոլորին վերադարձնել Հայաստան, բոլորդ ապրեք հարուստ, բոլորդ ապրեք ազատ Հայաստանում։ Չեք հավատում։ Հավատացողներ կան, եւ Սերժի հույսը սրանք են։ Մի 15 հատ դեպուտատ կա, հատով եմ ասում, հա, սխալ չեմ ասում, հոգի չեմ ասում։ 15 հատ դեպուտատ, որոնք Օսկարի բոլոր մրցանակները կտանեն քծնանքի շողոքորության առումով։ Հանրահավաքը ուշացումով էր սկսվել, թեև այն արտոնված էր, սակայն քաղաքային իշխանությունները խոչընդոտներ էին առաջացրել։ Սամվել Բալասանյանը վախեցավ, ասի ինպես անեմ հանդիպեմ, որ թուքումուր անեմ։ Թույլատրված միտինգը, սա թույլատրված միտինգ է։ Հրահանգել է ոստիկաններին եւ ոստիկաններն էլ չափն անցած ոստիկանապետը ձեր հոսանքը, որը միացվել էր, այստեղ եկան պոկեցին։ Չնայած չեք անցկացնի նախաձեռնությունը հույս ունի, որ իր գործողություններով կհասնի նրան, որ սահմանադրական հանրաքվե չանցկացվի, Արամ Մանուկյանը նրանց հիասթափեցրեց։ Իրենք խորհրդարանում կռիվ են տալու, բայց փոքրաթիվ են։ Ուստի սահմանադրական փոփոխությունները տապալելու միակ տարբերակը մնում է հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկելը։ Կրակելով հայկական բնակավայրերի ու դիրքերի վրա, Ադրբեջանը փորձում է լուրջ տեսք տալ իր ռազմական տիրապետությունը Ղարաբաղում վերականգնելու մասին հայտարարություններին։ Որևէ ազդեցության բացի նրան, որ պարզապես զոհում են եւ խաղաղ բնակիչներ եւ զինծառայողներ բոլոր կողմերից, դա չի բերում։ Դեռևս 90-ականներից Ադրբեջանը 3-4 դիրքերում ունի առավելություն հայկական 2-3 բնակավայրերի նկատմամբ։ Նրա խոսքով Հայաստանի ունեցած դիրքային առավելությունն ավելի մեծ է։ Այդ դեպքում ինչու չենք փորձում օգտագործել առավելությունը։ Դա կարող վերածի, ասենք, լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Ադրբեջանը կփորձի դա ցույց տալ, որ հայկական կողմը նախաձեռնող է եղել, ասենք, ցամաքային օպերացիա, այս դեպքում, ոնց որ ասում են, ասենք, ռիսկերը բավականին մեծ են։ Իսկ որ դեպքում Ադրբեջանը կդադարի կրակել հայկական գյուղերի ու քաղաքների վրա։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանն այստեղ կարևորում է բանակի գործոնը, բայց խնդիրն ավելի խորքային է։ Ադրբեջան զսպելու համար պետք է ստեղծել այնպիսի քաղաքական վիճակ, որ նա 1000 անգամ մտածի արժի կրակել
թե ոչ։ Քաղաքագետի համոզմամբ, երբ մենք ունենք ռազմավարական դաշնակից, որը զինում է հակառակորդին, նման վիճակ միշտ է սպասելի։ Մենք կարող ենք ընդհանրապես այդ ռազմավարական հարաբերությունները կասկածի տակ դնել եւ նայել Ռուսաստանի առաջ, որ մենք նման ձևով չենք պայմանավորվել։ Ըստ նրա, նաև մեր սխալի արդյունքում է Ադրբեջանն իրեն իրավունք վերապահել մեր ուղղությամբ կրակել։ Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մի պետություն տվյալ դեպքում Հայաստանը ճանաչում ես, դա նշանակում է դու ճանաչում ես նրա օրինական իրավունքը զենք կիրառելու։ Հիշեցնենք, որ ադրբեջանական մարտական հենակետերից 3 տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 3, վիրավորվել 2 խաղաղ բնակիչ։ Բռնությունը դարձել է հարաբերությունների կարգավորման ձև, օմբուդսմենի գնահատականն է մեկնաբանելով ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի փաստը։ Նորաոճ է դառնում, երբ դու ունենում ես որևէ բախում որևէ մեկի հետ, որպեսզի անմիջապես հերոսանաս, ճիշտ կլինի 10 ինչ-որ մի հայտնի մարդու անուն։ Պարոն Անդրեասյանը հույս ունի, որ սա այդ դեպքը չի լինի, սակայն կոչ է անում, որ ամեն միջադեպ քաղաքական սկանդալի չվերածել եւ գործընթացները դիտարկել մարդկային դաշտում։ Հասարակությանը այսպես ցնցման մեջ պահել բարբերաբար ամեն մի անհատական դեպքով վտանգավոր է, որովհետև արդեն երբ որ իսկապես կլինի քաղաքական ծեծ, վախենամ, որ շատերը սկսեն չհավատալ։ Ինչ վերաբերում է Ժառանգության падգամավոր Զարուհի Փոսանջյանի ելույթի մասին ազգային անվտանգության ծառայության հայտարարությանը, ապա օմբուդսմենի համոզմամբ այն սպառնալիք չի պարունակում եւ ընդհանրապես հանրային քննարկմանը մասնակից լինելու փորձ է։ Եթե որևէ իրավական կամ այլ գործընթաց սկսի Տիկին Փոստանջյանի նկատմամբ այն մասով, որ նա թերևս մի քիչ սադրիչ, մի քիչ այդպես գրգռող հայտարարություններ արել եւ դա անցալվի որպես սահմանադրական կարգի տապալում, ապա դա կլինի իրավունքի եւ սահմանադրության կոպիտ խախտում։ Օմբուդսմենը ներկա էր կառավարության նիստին, որի ընթացքում քննարկվեց նաեւ Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի փոփոխությունները։ Ըստ նախագծի կլինեն առանձին քաղաքաշինական եւ գոտեվորման փաստաթղթեր, ռազմավարություն, ինչպես նաեւ Երևանը կբաժանվի մի քանի ենթագոտիների։ Կենտրոնի խտացման միտումները այս օրենքով կսահմանափակվի։ Վարչապետ Հովիկ Աբրամյանին հետաքրքրում էր ծրագրի ֆինանսական կողմը։ Դուք ինձ ասացիք, որ սա $70 միլիոն մենք կանենք այս նախագիծը, բայց ոնց որ քաղաքապետ այլ կարծիք ունի։ Պարոն վարչապետ, մենք քննարկել ավել։ Կառավարությունը մասնակցելու է մոտարապես 60 միլիոն դրամի սահմաններում, մնացածը քաղաքապետարանների բյուջեով կանի։ Ներկայացված նախագիծը հետաքրքրել էր գրեթե բոլոր նախարարներին, նրանք ակտիվորեն հարցեր էին ուղղում Նարեկ Սարգսյանին։ Վարչապետին այս հանգամանքը ոգևորել էր։ Աշխատեք։ Ով առաջարկություն ունի կամ ցանկություն ունի մասնակցություն իր բերի, ընտրեմ։ Ինչքան հնարավոր է մենք բաստողները վերացնենք։ Հեցի հնարավոր վաճառքն անգամ ոչինչ չի փոխի էներգետիկ համակարգում։ Այս համակարգում շունը տիրոջ չի ճանաչում։ Բացարձակ, բաց թողի վիճակ է եւ ըստ պահի, ըստ անհրաժեշտության, ըստ ինչ որ մեկի փող աշխատելու համար կարող է այդ ամբողջ համակարգը, ռազմավարական համակարգը փոփոխությունների ենթարկվի։ Խոստացված աուդիտը հեցում կլինի, բայց միայն ֆորմալ առումով այն չի լուծի էլեկտրաէներգիայի սակագնի հարցը։ Այդ աուդիտը արվելու է իբր թե մեզ համոզելու համար կամ որ մենք համոզվենք, որ սակագինը ճիշտ է, բայց իրականում գնորդը գնելուց առաջ պիտի աուդիտ աներ ցանցում ու այս աուդիտը հենց ուղղակի մի գրակոցով երկու նապաստակ փորձում են խփել։ Աուդիտի գլոբալ առումով գաղափարը եղել է հետևյալը. ժողովուրդ դուք ասում եք, որ հեցում կա չարաշահումներ, մենք աուդիտին կհանձնարենք, որ որոշակի ինչ-որ սիմվոլիկ ուղղություններով այդ չարաշահումների գծով ուսումնասիրեն։ 2 օր առաջ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում հայտարարել էր, որ պետք է ապամոնտաժել Սևանալի չթափվող գետերի վրա կառուցված 10 փոքր հեկեր։ Այս որոշումն էլ ավելի կազդի համակարգում տիրող քաոսի վրա։ Այդ որ ուզում ես փակել, որը կարող է բլեֆ լինել, ես չգիտեմ ինչու է այդ հայտարարություն արել։ Տեղացիների ականջը շոյելու համար, էկոլոգների ականջը շոյելու համար ամենամեծ փոքր հեկը 10 մեգավատից ցածր Սաշիկ Սարգսյանինն է։ Ուղղակի կարող եք դուք հարց տալ, այդ ծրագրի մեջ այդ էլա փակվելու։ Անկախ հանգուցալուծումից մասնագետները խնդրի լուծման մի տարբերակ են առաջարկում հեցի լիիրավ անկախացում գործադիր մարմնից, երբ էլեկտրական ցանցերը դառնա ինքնուրույն կազմակերպություն, ավելի շատ կմտածի իր բյուջեի մասին ու կառավարության իմացությամբ ու երաշխիքով ոչ մի շռայլություն թույլ չի տա։
1996-ի սեպտեմբերի 25-ին ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում վիճարկում է 3 օր առաջ տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքները, որի հաղթող է ճանաչվել գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մի քանի տասնյակ հազար համակիր սպասում է, թե ինչպես է Մանուկյանն իրականացնում պայքարը։ Այսօրով ամեն ինչ որոշվելու է, այսօրով էլ կվերջանա, ասում է Վազգեն Մանուկյանը։ Նա հայտարարում է՝ միասին գնում ենք ազգային ժողով, ուր տեղակայված է ԿԸՀ-ն, պահանջելու արդյունքների վերանայում։ Դեպքերի հետագա զարգացումը կանխորոշում է Մանուկյանի մի նախադասությունը։ Արդեն ազգային ժողով մտած Մանուկյանը 20-30 րոպեից դուրս չի գալիս, ժողովուրդն անցնում է գրոհի տապալելով խորհրդարանի երկաթյա ճաղերը։ Օրվա տուժողների մեծ մասն իշխանությունից է, հարձակման թիրախ են դառնում խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արաքսյանն ու նրա տեղակալ Արա Սահակյանը, հնչում են կրակոցներ, հայտարարվում է արտակարգ դրություն։ Նույն օրերին Երևանի մարզաամերգային համալիրում ընթանում է շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան։ Երևանում են համաշխարհային շախմատի առաջին դեմքերը՝ ՖԻԴԵ-ի նախագահը, արտասահմանյան լրատվամիջոցների 100-ից ավելի ներկայացուցիչներ, որոնք մարզական իրադարձությանը զուգահեռ լուսաբանում են անհանգիստ Հայաստանը։ Հաջորդ օրն արդեն ընդդիմության առաջնորդը Արշակ Սադոյանի եւ մի քանիսի հետ անցնում է ընդհատակ։ Ազգային ժողովում են ընդդիմության ներկայացուցիչներ Պարուր Հայրիկյանը, Շավարժ Քոչարյանը, Սեյրան Ավագյանը եւ Ռուբեն Հակոբյանը։ Նրանք խորհրդարան են եկել արդեն բռնության հետքերով։ Խորհրդարան է ներկայացել նաեւ ընդդիմության կողմից նախորդ օրը բռնության ենթարկված Բաբկեն Արաքսյանը։ Իշխանական падգամավորների բռնության թիրախում են հիմնականում Շավարժ Քոչարյանը եւ Պարուր Հայրիկյանը։ 1997-ի սեպտեմբերի 26-ին հայ լրագրողների հետ է հանդիպում հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վերջին անգամ նա ասուլիս էր տվել 1992-ին։ Այս ասուլիսում նախագահն ասում է պատմական խոսքեր. «Լավ չէ սապրելու Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»։ Նախագահը մարգարեանում է պատասխանելով նաև այն հարցին, թե հնարավոր է երրորդ անգամ առաջադրվի նախագահի պաշտոնում։ Միայն եթե ամբողջ ազգով շատ խնդրեք, այն ժամանակ կառաջադրվի։ Վազգեն Մանուկյանն օպերատիվորեն հայտարարում է, որ Տեր-Պետրոսյանը սեպ է խրում Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի միջև։ Մանուկյանին լրագրողները հիշեցնում են, որ ինքն է Տեր-Պետրոսյանի ներգրավել Ղարաբաղ կոմիտեի մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ համար մի գրավիչ հատկություն ուներ, որ եթե իր մեջ մտցնում ես մի որևիցե միտք, կարևոր չի ինքն է մտցնում, թե կողքից է մտցվում այդ միտքը։ Ինքը տանկի պես այդ ուղղությամբ գնում է։ 1997-ի այսօրն ազգային ժողովում ամփոփում են Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զանգվածային դժգոհությունների եւ բռնությունների պատճառ դարձած նախագահի ընտրությունների 1 տարին։ Ոչ ոք լավ չի զգում, որ բանը հասավ կեղծիքներին եւ բռնություններին։ Բոլոր քաղաքական գործիչները, այդ թվում եւ ես, իրենց մեղքի բաժինն ունեն այդպիսի մթնոլորտ ստեղծելու համար։ Բոլորս մեղավոր ենք, բոլորս ենք մեղավոր։ Ճշտամանքի տուրինի անհաջողականության դեպքոսը չափազանց մեծացել է հանրապետությունը ու պայթեց այդպես։ Բոլորս ենք մեղավոր։ Ես մեղք չունեմ։ Շատ տխուր է անգամ հիշել այդ տհաճ, ես մեղքի բաժին այդտեղ չեմ տեսնում։ 2001-ի սեպտեմբերի 25-ին Հայաստանում սպասում են Հռոմի Պապ 81-ամյա Հովհաննես Պողոս II-ին։ Եվ թեպետ Պապին ուղեկցելու են նրա անձնական 2 բժիշկները, այստեղ նրան նախ սպասում են հայ բժիշկները։ Այն տարածքներում, որտեղ Պապը ոտք կդնի, տեղի բուժանձնակազմը կանցնի շուրջօրյա աշխատանքի։ Գիտենք, որ Հռոմի Պապի առողջական վիճակը այն կարիք ունի բժշկական հսկողության։ Այդ կապակցությամբ գծվել են 3 բրիգադաներ շտապօգնության իրենց մեքենաներով եւ անձնակազմով, բարձր մակարդակի մասնագետներով, որոնց վրա դրվել է Հռոմի Պապի եւ նրան ուղեկցող անձանց ուղեկցումը։ Հայաստան է ժամանում Սրբազան քահանայապետ Վատիկանի առաջնորդ Հռոմի 264-րդ Պապ Հովհաննես Պողոս II-ը։ Սա կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առաջին այցն է Հայաստան եւ Հովհաննես Պողոս II-ի 96-րդ այցելությունը աշխարհի երկրներ։ Այս այցը քրիստոնեության 1701-ի տոնակատարությունների առիթով է։ 2001-ի սեպտեմբերի 26-ին Ռոբերտ Քոչարյանը Հռոմի Պապին ընդունում է Բաղրամյան 26-ում, փոքր-ինչ ուշ նրանց է միանում նաև կաթողիկոս Գարեգին II-ը։ Այնուհետև նախագահը Պապի հետ է ծանոթացնում իր ընտանիքին, փոքր որդին սեղմում է Պապի ձեռքը, դուստրը համբուրում է այն։ Նույն օրը Պապն այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ավտոմեքենան նրան հնարավորինս մոտեցնում է Ցեղասպանության զոհերի հուշարձանին, որտեղ ծաղկեպսակ դնելուց հետո Պապն աղոթք է կարդում զոհերի հիշատակին, այդպես էլ չասելով Ցեղասպանություն բառը։ Այստեղ ներկաների համար անսպասելի իր հռչակավոր Ave Marian է երգում Շառլ Ազնավուրը։ Սեպտեմբերի 26-ին Պապը Մայրաթոռում մասնակցում է պատարագի, իսկ օրվա երկրորդ կեսին այցելում է Խորվիրապ։
2007-ի սեպտեմբերի 25-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է իր հայտնի արտահայտություններից մեկը. եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մտնի քաղաքական պայքարի մեջ, դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ։ Այնուհետև Քոչարյանն ասում է, որ ստիպված է լինելու շատ եւ շատ բաներ հիշեցնել առաջին նախագահին, թե քանի լուսավորված փողոց է եղել Երևանում, օրինակ 96 թվին։